Անցյալ դարի 60-ական թվականներին ամերիկյան ավտոշուկայում մեծ մասսայականություն սկսեցին վայելել սպորտային կուպեները։ 1964 թվականին հրապարակ հանված Ford Mustang-ը դարձավ այս դասի հիմնադիրը, իսկ մատչելի սպորտային կուպեներին սկսեցին կոչել Pony Cars։ Ford-ին այնուհետև հետևեցին մյուս ամերիկյան ավտոարտադրողները, որոնց թվում առանձնանում էր Chevrolet ընկերության Camaro մոդելը, որի առաջին սերունդը 3 տարվա ընթացքում սպառվեց 700,000 օրինակով։ Chevrolet Camaro-ն և համանման այլ մոդելներ դարձան պաշտամունքային մեքենաներ, սպառվելով միլիոնավոր օրինակներով։ Հետագայում սակայն հետաքրքրությունը մարեց այդ մոդելների նկատմամբ և 2002 թվականին Camaro-ի վերջին սերունդը հանվեց արտադրությունից։ Սակայն Camaro անունը խորը արմատներ ունի ամերիկյան ավտոսիրողների սրտերում և Դեթրոյթի ավտոսալոնում Chevrolet ընկերությունը ներկայացրեց Camaro-ի նոր նախատիպը իրականացված 1969 թվականի մոդելի մոտիվներով։ Նոր մեքենայի ներկայացումը չափազանց մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Բացի նոր կոնցեպտից Chevrolet-ի ներկայացուցիչները բերել էին նաև 60-70-ականների պաշտամունքային մոդելներ, որոնք շարք կազմած անցնում էին տաղավարների միջև, իրենց շարժիչների խռպոտ աղմուկը տարածելով։ Նոր կոնցեպտի դիզայնն իրականացվել է 69 թվականի մոդելի մոտիվներով։ Հատկապես մեքենայի առաջնամասը ռադիատորի քողարկիչի բնորոշ ատամնաճեղքերով հիշեցնում է հին մոդելը, որը որքան ագրեսիվ, նույնքան էլ ժամանակակից է։ Մեքենայի արտաքինը սուր գծերի, կտրուկ հատումների և գոգավորությունների հիանալի զուգորդություն է։ Ետևի անվակամարների ուռուցիկ գոգավորությունները որոշակի ջլապին տեսք են հաղորդում մեքենային և շարունակվելով սահուն ավարտում են կրկնակի ուղղանկյուն կանգ ազդանշաններով։ Մեքենայի արտաքինի թողած ընդհանուր տպավորությունը և ազդեցիկ է, և սլացիկ։ Այստեղ պահպանված է պատմական ոճը և միևնույն ժամանակ մեքենան խիստ այժմեական է։ Մեքենայի սալոնում ևս պահպանված է անցյալի ոճը։ Առատորեն օգտագործվել է փայլեցված մետաղ, իսկ սպիդոմետրն ու տախոմետրը ինչպես նախկինում կլոր անցքերի մեջ են։ Նոր դարաշրջանի Camaro-ի վրա տեղադրված է Chevrolet Corvette-ի վեաձև 8 մխոցային շարժիչը 400 ձիաուշ հզորությամբ։ Չնայած շարժիչի մեծ հզորությանը Camaro-ն բավականաչափ տնտեսող է և 100 կմ ճանապարհ անցնելու համար ծախսում է ընդամենը 7,8 լիտր բենզին։ Այս ցուցանիշն ապահովում է մխոցների անջատման համակարգը, որը հանգիստ երթևեկության պայմաններում անջատում է 8 մխոցներից 4-ը, էականորեն տնտեսելով վառելիքը։ Մեքենայի վրա տեղադրված է 6 աստիճանով մեխանիկական փոխանցումատուփ, իսկ բոլոր 4 կախոցներն էլ անկախ են։ Chevrolet Camaro-ն General Motors ընկերության ղեկավարության հայտարարությամբ միայն կոնցեպտ է, առանց արտադրական հետագա պլանների։
Սակայն հենց նույն ղեկավարությունը ընդգծում է, որ մեքենան նախագծվել է մասսայական արտադրության պահանջները հաշվի առնելով, ինչը նշանակում է, որ որևէ դժվարություն չկա այն արտադրության դնելու համար։ Միևնույն ժամանակ General Motors-ում ցանկանում են ուսումնասիրել ավտոսիրող հասարակության կարծիքը և որոշում ընդունել մի կես տարի անց։ Սակայն կարծում ենք, որ դրական որոշումը չի ուշանա, քանի որ Camaro-ի հիմնական մրցակիցը Ford Mustang-ը հիանալի կերպով վաճառվում է և անհասկանալի է ինչու պետք է Camaro-ն նրանից վատ վաճառվի։ Բացի այդ, Դեթրոյթում ցուցադրվեց մեկ այլ մրցակից մոդելի վերածնված տարբերակը ևս՝ Dodge Challenger-ը, որը նույնպես 60-ականների պաշտամունքային մոդելներից է, և երկու լեգենդար մոդելների միաժամանակ հայտնվելը Դեթրոյթում խոսում է ոչ թե պատահականության, այլ անցյալի հաշվին նոր դիվիդենտներ շահելու միտումների մասին։